2026 թվականի խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ Հայաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանը։ Եվրամիությունից օգնություն խնդրելը շատ ճիշտ քայլ է, բայց մի բան պետք է հստակ լինի, որ ոչ մի Եվրամիություն մեզ չի օգնի, եթե մենք ներսում մինչև ընտրությունները չմաքրենք այս ավգյան ախոռները։ Միջազգային փորձը, արտաքին աջակցությունն աշխատում է միայն այն երկրում, որտեղ պետությունն ինքը իր կարողություններով եւ գիտակցմամբ փակում է ընտրություններն ապականելու արտաքին միջամտության դռները։ Մոլդովայում ինչ արեցին։ Առաջինը կեղտոտ փողը որպես այդպիսին հանեցին շրջանառությունից, հանեցին ընտրություններից, խստացրին կուսակցությունների եւ քարոզարշավների ֆինանսավորման վերահսկողությունը։ Թաքցված փողը ուղղակի դարձավ պատժելի։ Երկրորդը քվե, ձայն գնելու, առնելու ցանցերը բացահայտվեցին եւ հիմնավորապես ուղղակի փակվեցին։ Երրորդը ապա տեղեկատվության եւ ռուսական քարոզչական մեխանիզմները պետական մակարդակով ուղղակի կասեցվեցին եւ սահմանափակվեցին։ Մինչդեռ մենք մինչ օրս հանրային մուլտիպլեքսում հարկատուներիս հաշվին գործող հանրային հեռարձակման տարածքում շարունակում ենք հեռարձակել Հայաստանի դեմ վայրահաչող 3 ռուսական պետական հեռուստաալիք։ Չորրորդը իրավական դաշտում մոլդովացիները ուղղակի չեզոքացրին պրոքսի քաղաքական ռուսական նախագծերը, որոնք վտանգում էին երկրի սահմանադրական կարգը։ Ինչպես օգնեց Եվրամիությունը Մոլդովային։ Տվեց տեխնիկական եւ կիբեր աջակցություն, փորձագետներ, դիտարկման միջամտության դեմ գործիքներ եւ ամենակարևորը՝ թիրախային պատժամիջոցներ միջամտության կազմակերպիչների եւ ֆինանսավորողների դեմ, որպեսզի այդ փողը դառնա ուղղակի տոքսիկ։ Պատժամիջոցներին միանում էր Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները։ Հիմա ո՞րն է Հայաստանի տնային աշխատանքը։ Մինչև ընտրություններ, թափանցիկ ֆինանսավորում, ապօրինի փողի 0 հանդուրժողականություն, քվե առնելու, քվե գնելու, ձայն գողանալու համար անխուսափելի պատիժ, մեդիայի եւ սոցցանցերի մանիպուլյացիայի սահմանափակում եւ օրենքի միատեսակ կիրառում։ Եթե այս նվազագույն քայլերը չանենք, մեր քվեն ոչ ոք չի պաշտպանելու մեր փոխարեն, մեր գործը ոչ ոք չի անելու մեր փոխարեն, մեր ժողովրդավարությունը ոչ ոք չի պաշտպանելու մեր փոխարեն։